Մանուել Սերժ Սարգսյանը իր ելույթներից մեկի ժամանակ ասել էր, որ ինքը մեղավոր չէ, այլ ժողովուրդն է գնացել եւ էշի ճակատը պաչել։ Ինչ է կարծում, իսկապես Սերժ Սարգսյանը մեղավոր չէր։ Տեսեք, դա այնքան ծիծաղելի է, իրականում այդ ամեն ինչը որ պատասխանատվություն է ստանձնել Սերժ Սարգսյանը, նույն ձևով ասենք արդարանում է Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ ինքը մեղավոր չի, նախկիններն էին մեղավոր, նախկինները էս էին արել, նախկինները այն էին արել։ Հիմա եթե երկրի իշխանությունը ստանձնել է Սերժ Սարգսյանը ու պատասխանատվությունը գցում է ժողովրդի վրա, երբ որ նույն այդ անձնավորությունները, այսինքն օդից չեկան, էլի միանգամից իշխանություն վերցրեցին, տարիներ շարունակ իրենց հետ աշխատել են ազգային ժողովում ընդդիմադիր, դա ով է թույլ տվել։ Իր, ասենք, փեսան հայտարարելա, որ ֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանին իր թերթը, սա փաստեր են, որոնք իրանք են հայտարարել։ Հետո կանգնում ասում են, հա, արդարանում է սրանով, որ մեր վրա ասենց վատ բաներ էր գրում, ես էլ ստիպված ֆինանսավորել եմ, այսինքն դա ճիշտ է, արդար է։ Դու լինելով նախագահի փեսա, ֆինանսավորել ես քեզ զրպարտողին, քեզ անպարկեշտ բառեր գրողին, քո ընտանիքը զրպարտողին, այսինքն այդքան թույլ ես եղել, որ ֆինանսավորել ես իրեն, դրա տեղը դատի տայր, կալանավորեիր, որ քո ընտանիք է մտնում։ Հասկանում եք, այս արդարացումները, որոնք իրանք ասում են, ու արդարությունից էլ խոսում են, ու ասում են գնացին էշի ճակատը պաչին, մեկ ասում են մենք մեծ ուժերի ենք պարտվել, իրանց մի մասը կանգնում ասում է ժողովուրդն է մեղավոր, ժողովուրդն է բերե, ասենք Սերժ Սարգսյանն ասում է մեծ ուժերին պարտվել եմ, բա որ մեծ ուժերին պարտվել ես, ժողովրդին ինչ ես մեղադրում, այսինքն այդ նույնը գիտեք, ոնց որ փոքր երեխան գնա ձեռքը մցնի հոսանքի մեջ, կանգնես ասես դու ես մեղավոր, չմցնեիր։ Հիմա այս կարգի ղեկավարը, երբ որ ժողովրդի վրա է գցում այս ամեն ինչը, որ ժողովուրդն արել, նույն իրավիճակն է։ Այսինքն այս ձևի վերաբերմունք ցույց տալ ժողովրդին, ղեկավարի պաշտոնին, ասես մատերի արանքով նայել երկրին, պետության ու պետականությանը, սա սարսափելի վտանգավոր է եւ ինչով է այո տարբերվում Նիկոլից, եթե արդարանում է այս ամեն ինչով է տարբերվում, եթե պատասխանատվությունը փորձում է այս ձևով իր վրայից գցել։ Լավ համարենք ժողովուրդը չի հասկացել, չի իմացել ով է, եթե քո ազգային անվտանգությունը գործողություններ չի ձեռնարկել։ Դու ո՞նց ես այսօր քեզ թույլ տալիս մեղադրես հասարակ մարդուն։ Ասես այդ փողոցում ով որ կանգնած էր, նա է մեղավոր։ Այսինքն բա քո ազգային անվտանգությունը հիմա ասում եք Նիկոլ ենք, դուք ասում եք Նիկոլ ենք թուրքի գործակալ են։ Ապա ինչու 2018-ին այդքան մարդ գնաց եւ փողոց փակեց հեղափոխությունը։ Այո, այսինքն ով էր հասունացրել այդ ամեն ինչը, ինչ է ժողովուրդը այդքան լծված, ինչա մինչև հիմի ժողովուրդը այդքան լծված։ Իրանց կառավարման արդյունքն է, իրանց այդ վատությունը, որ արել են ժողովրդին, դա կուտակվել է եւ վերջում էլ, ասենք, այս ձևով փախնել պատասխանատվությունից, թողնել ամեն ինչ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի գալուց հետո ինչի Սերժ Սարգսյանը որևիցե պատասխանատվության չենթարկվեց։ Մի քանի, չգիտեմ ինչ գործ են հարուցում, ձևական կապիկություն են բեմադրում, ասենք ժողովրդին խափում, ժողովուրդը այդքան հիմար չի ուզում եմ ասեմ, այս ժողովուրդը 2018 թվականի ժողովուրդը չի, ավելի իմաստուն է, ավելի գիտակից է, ուրեմն եթե իսկական հեղափոխություն եղած լիներ, ու եթե իրապես Նիկոլը Սերժ Սարգսյանից հետ կապ ունեցած չլիներ, Սերժ Սարգսյանը իր իշխանափոխությունից հետո մինչև այսօր պետքա բերտում նստած լիներ։ Եթե իրապես հեղափոխություն եղած լիներ, բայց Սերժ Սարգսյանը մեկ օր բանտում չի անցկացրել, մեկ օր։ Եվ վերջում այս խոսակցությունները, քանի որ տեղիք տվեց, ինչ-որ կապիկություն բեմադրեցին Արմեն Աշոտյանի վրով, իրենց թիմում համարելով ամենաբան գործիչ Արմեն Աշոտյանին, ինչ-որ ռեյտինգ բարձրացնելու համար, այս խաղերը, այս արդեն եկել է այո ուղիղ խոսալու, մարդկանց ամեն ինչ ուղիղ ասելու, եւ այնքան տղամարդկություն չունենալով Նիկոլ բեմադրել, մտնել Նիկոլի հետևը ու քարկոծել օրինակի համար նույն Ռոբերտ Քոչարյանին, սա ամենավերջի ստորությունն է։ Այսինքն դուք կարայիք ձեր դեմքով, եթե նույն իշխանության ժամանակ հելնեիք ուղիղ ձեր դեմքով Քոչարյանի դեմ, ոչ թե բերեիք այս կապիկին, մտնեիք հետևը դու եւ Լևոն Տեր-Պետրոսյանը ու քարկոծեիք, ասենք Ռոբերտ Քոչարյանին։ Ու հետո ասեիք մենք ինչ կապ ունենք, նայեք մեզ էլ է հայոյում, նայեք մեր վրա էլ է գործեր հարուցել, ասենց շուստրի խաղեր, որ ասում եք գրոս մաստեր ենք, ուժեղ շախմատ ենք խաղում, չգիտեմ ինչ ենք անում։ Հասկացեք, մարդիկ էլ ապուշ չեն։
ու դուք չեք կարա այս խաղերով, սենց խաղեր տալով, հիմա էլի փորձ արեցիք դուք ձեր ուժով տեսակ չկարացաք Քոչարյանից հետ կապված որից է բան անել, գնացիք դիմեցիք ձեր Նիկոլին, որը օգտագործում է պետական ռեսուրսներ, լծակներ, որ ինքն էլ իր ուժը ապավինի հետ պետությանը պետական լծակներին եւ փորձեք Քոչարյանին շանտաժ անել իրանց բիզնեսներով, իրանց փողերով, վախեցնելով, չգիտեմ ինչով, փորձեք այս ամեն ինչը կյանքի կոչել։ Եվ հետեւաբար հարգելի հայրենակիցներ, բոլորս պետք է մի բան հասկանանք, որ խաբելով, ստելով, այս այն եւ անելով, ճշմարտությունը չխոսելով, մենք կկործնենք այս հայրենիքն էլ։ Ինչ որ փողի, շահի, անձնականի, դուք պետքա ճշմարտությունը խոսեք։ Վերջերս նաև ականատես եղանք, որ իշխանության մեկ այլ ներկայացուցիչ Նոր-Նորքի թաղապետը ծեծի ենթարկեց, ուղիղ եթերում ծեծի ենթարկեց քաղաքացու, որից հետո պաշտոնանկ չարվեց, դրան հաջորդեց նաև ավականու անդամ Գևորգ Ստեփանյանի մեքենայի այրումը, սրանք ինչ ուղերձներ են իշխանության կողմից հասարակությանը։ Սրանք իրանց կեղծ ժողովրդավարության հետևանքներն են, այսինքն բռնապետները այդպես է, էլի, իրականում այդպես է, ամենամեծ բռնապետները իրանց բռնությունները թաքցնում են ժողովրդավարության անվան տակ։ Այն որ բարձր գոռում են ժողովրդավարություն, մտածում են այդ գոռալով դառան ժողովրդավար, էլի։ Հիմա էլ արդարանում են ինչ որ այդ ժողովրդավարությունը իրանց արևմուտքի տերերի համար է, որ այնտեղից գումար ստանան, ֆինանսավորվեն, եկամուտ ստանան, հասկանում եք, ու երկու լարի վրա խաղալով սակայն հասկացել են, որ պետք է անցնեն բռնության, անցնեն, չգիտեմ, տոտալ ուժի եւ դրսեւորվելու է, այո, իշխանության կորուստի թուլացման հետ զուգահեռ դրսեւորվելու են այսպիսի վարք